Ֆուտբոլային աշխարհում գոյություն ունեն տարբեր մրցաշարեր։ Ոմանց համար լավագույն առաջնությունը դա աշխարհի առաջնությունն է։ Ոմանց համար ներքին լիգաները, օրինակ, ինչպիսին է Անգլիայի Պրեմիեր լիգան։ Իսկ ինձ համար լավագույն առաջնությունը եւ ֆուտբոլային որակի, այսպես ասած, ամենասքանչելի զգացումը, որը ես ապրում եմ, դա կատարվում է Չեմպիոնների լիգայում։ Ողջույն ընկերներ, ձեզ հետ է Վակ Սպորտի Վահագն Ամիրջանյանը եւ ես եկել եմ ձեզ հետ քննարկելու Չեմպիոնների լիգայի 1/8-ը։ Ընկերներ, մենք շատ հետաքրքիր ֆորմատով ենք քննարկելու Չեմպիոնների լիգայի 1/8-ի խաղերը, որովհետև մենք ավելի շատ անդրադառնալու ենք, թե ինչ է սպասվելու մեզ քառորդ եզրափակչում, բայց միաժամանակ իհարկե քննարկելու ենք այն ճանապարհը, որով անցել են այն թիմերը, որոնք հայտնվել են քառորդ եզրափակչում։ Եկեք սկսենք միանգամից առանց ձեր ժամանակը չհրաշայելու։ Այս անգամ կախարդական հեռախոսի փոխարեն ինձ մոտ է կախարդական նոթբուք, որի միջոցով մենք հերթով կքննարկենք հանդիպումները։ Առաջին զույգը, որի մասին ես ուզում եմ խոսել, դա Sporting Arsenal զույգն է, բայց մինչև այդ զույգի մասին խոսելը, եկեք հասկանանք, թե ինչ ճանապարհով անցան Sporting-ը եւ Arsenal-ը։ Եկեք սկսենք Sporting-ից։ Sporting-ի մրցակիցը 1/8-ում Բուդո Գլիմպն էր, որտեղ առաջին հանդիպմանը Sporting-ը պարտվեց 3-0 հաշվով, մի խաղում, որտեղ Բուդո Գլիմպը ուներ բացարձակ առավելություն, եւ այդ առավելությունը իհարկե միշտ գալիս է նրանից, որ Բուդո Գլիմպը խաղում է սեփական հարկի տակ, արհեստական խոտածածկի վրա եւ յուրահատուկ կլիմայով գոտում, որտեղ ոչ մի թիմ չի կարողանում ուղղակի Բուդո Գլիմպի դեմ հակախաղ գտնել։ Եվ հենց այս խաղում էլ այդպիսի սցենար եղավ, երկու խաղակեսերում էլ Բուդո Գլիմպը ուներ բացարձակ առավելություն, առաջի խաղակեսում արդեն խաղի 32-րդ րոպեին 11 մետրանոցով Ֆետը բացեց խաղի հաշիվը, առաջի խաղակեսի վերջնամասում 45+1-ին Բլոմբերգը խփեց երկրորդ գոլը, իսկ երկրորդ խաղակեսում այդ նույն առավելությունը շարունակվելուց հետո խաղի 71-րդ րոպեին Հաուգեի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 3-0։ Պատասխան հանդիպումը արդեն պետք է տեղի ունենար Sporting-ում եւ սա միակ դիմակայությունն էր, որտեղ տեղի ունեցավ այդքան սպասված քամբեքը, որովհետեւ հենց առաջին խաղային օրվանից հետո 1/8-ի շատ էին հանդիպումները, որտեղ բոլորը սպասում էին ինչ-որ քամբեքների հույսեր, թերևս այդ հույսերը շատ մինիմալ էին եւ քիչ հավատալի էին։ Եվ այնպես ստացվեց, որ այդ քամբեքը կատարեց Sporting-ը։ Sporting-ը սեփական հարկի տակ ուներ շատ մեծ առավելություն, արդեն խաղի առաջին 4 րոպեներին կարող էր խփել 2 գոլ, բայց Տրինկաոն չիրացրեց հնարավորությունները։ Եվ խաղի առաջին գոլը Sporting-ը խփեց միայն խաղի 34-րդ րոպեին, նշեմ, որ այդ 34 րոպեների ընթացքում Բուդո Գլիմպը ընդամենը 1 վտանգավոր հակագրոհ ունեցավ, բայց շատ անհաջող հարված կատարեց Բուդո Գլիմպի հարձակվողը։ Ինչևէ, խաղի առաջին գոլը խփվեց անկյունային խաղարկումից հետո, Տրինկաոյի փոխանցումից հետո Ինասիոն գլխի հարվածով խաղի 34-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ Այս դրվագում ինձ թվում է, այս գոլի դրվագում կար կանոնների խախտում, որովհետև Ինասիոն երկու ձեռքով այսպես հրում էր Բուդո Գլիմպի պաշտպանին։ Թերևս համաշխարհային ֆուտբոլում վերջերս շատ են թողում պայքար անկյունայինների ստանդարտների ժամանակ եւ գուցե հիմա արդեն ինչ որ բաներ փոխվել են եւ մրցավարները, չգիտեմ, մի քիչ այլ սկզբունքով են դիտարկում այդպիսի հնարավորություն։ Թերևս հին օրենքներով դա ակնհայտ կանոնների խախտում է եւ երկու ձեռքով դու հրում ես։ Ինչևէ, երկրորդ խաղակեսում այդ տոտալ առավելությունը պահը պահի հետևից ստեղծելը Sporting-ը շարունակում էր, փայլում էր Բուդո Գլիմպի դարպասապահ Հայկինը, եւ այնպես ստացվեց, որ խաղի 61-րդ րոպեին Լուիս Սուարեսի փոխանցումից հետո, բայց ոչ թե մեր սիրելի Լուիս Սուարեսի, այլ Sporting-ի Լուիս Սուարեսի փոխանցումից հետո Գոնսալվեսը հաշիվը դարձրեց 2-0 եւ դրանից հետո ճնշումը ավելի մեծացավ, ավելի ահռելի դարձավ, կարողացավ 11 մետրանոց վաստակել Sporting-ը եւ խաղի 78-րդ րոպեին Լուիս Սուարեսը 11 մետրանոցով հաշիվը դարձրեց 3-0։ 3-0-ից հետո ճնշումը ավելի ահռելի մեծացավ եւ հրաշքով ուղղակի Բուդո Գլիմպը դիմացավ եւ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ ժամանակի մեկնարկից հենց նորից Sporting-ը նույն ճնշումը փորձում էր կատարել եւ ստացվում էր եւ խաղի 92-րդ րոպեին Արաուխոն Տրինկաոյի փոխանցումից հետո հաշիվը դարձել էր 4-0։ Սրանից հետո որոշակի առումով Բուդո Գլիմպը ակտիվացավ, այնտեղ երկու վտանգավոր ստանդարտի հնարավորություն ունեցան եւ այդ ստանդարտները դրանցից մեկը եղավ դիպուկ հարված որոշակի առումով վտանգավոր, բայց Sporting-ը փրկվեց եւ ինչից հետո խաղավերջում խաղի յուղոտ վերջակետը Բրանգանսայի փոխանցումից հետո դրեց Նելը հաշիվը դարձնելով 5-0 եւ երկու խաղերի արդյունքում
Սպորտինգը հաղթահարեց Բուդո Գլիմտի արգելքը եւ արժանիորեն դուրս եկավ քարոզ եզրափակիչ։ Ինչու արժանիորեն, որովհետև ես շատ եմ լսել, որ մարդիկ ցանկանում էին, որ Բուդո Գլիմտը դուրս գար, որովհետև հաճելի թիմ էր, ինչ որ հեքիաթ կար այս թիմի մեջ, բայց եկեք հասկանանք, որ իրական կյանքում հեքիաթները երկար չեն տևում եւ դրանք մի օր ավարտվում են։ Ակնհայտ էր, որ եւ Ինտերը եւ Սպորտինգը երկուսն էլ ուժեղ էին Բուդո Գլիմտից, բայց Բուդո Գլիմտի մոտ հաջողությունը այնպես էր ստացվում, որ նրանք կարողանում էին, օրինակ նույն Ինտերի հարկի տակ դիմանալ կամ Ատլետիկոին հաղթել, չգիտեմ, Մետրոպոլիտանայում լիգայի վերջին փուլում եւ դուրս գալ, այսպես ասած, play-off։ Ամեն դեպքում պետք է նշեմ, որ Սպորտինգը ուժեղ էր եւ դա ակնհայտ էր։ Սպորտինգի գլխավոր մարզիչներ ֆանտաստիկ աշխատանք էր կատարել, նրանք շատ լավ կարողացել էին առավելություն ստանալ պաշտպանվող թիմի դեմ հարձակվելիս, որովհետեւ սովորաբար Բուդո Գլիմտը պաշտպանվում է 4 պաշտպանով սխեմայով, իսկ այնպես իրավիճակ էր ստեղծում Սպորտինգը, որ միշտ այդ 4 պաշտպանների հետ խաղում էին 5 ֆուտբոլիստներ։ Սա այս գլուխկոտրուկը, այսպես ասած, Բուդո Գլիմտի մարզիչը այդպես էլ չլուծեց եւ դրա շնորհիվ եզերում անընդհատ ազատություն էին ստանում Սպորտինգի ֆուտբոլիստները եւ կարողանում էին մեկը մեկի հետևից վտանգավոր պայեր ստեղծել։ Եվ այս տակտիկական հետաքրքիր քայլն էլ հաղթանակ պարգևեց Սպորտինգին այս դիմակայությունում։ Հիմա խոսենք Արսենալի ճանապարհի մասին։ Արսենալը առաջի խաղում Բայեր Լևերկուզենի հետ մրցեց եւ Բայեր Լևերկուզենի հետ այդ հանդիպումը շատ ծանր ստացվեց ու հակաֆուտբոլային ստացվեց առաջին խաղում, արդեն առաջի խաղակեսում մեկ պահ կար, որի մասին ուզում եմ խոսել, այնտեղ Մարտինելին կարող է գոլ խփել, բայց չխփեց, իսկ երկրորդ խաղակեսում շատ ակտիվ սկսեց Բայեր Լևերկուզենը եւ միանգամից գոլի հեղինակ դարձավ անկյունային խաղարկումից հետո Անտիխը խփեց այդ գոլը, հաշիվը դարձավ 1-0, դրանից հետո Արսենալը փորձեց ակտիվանալ, ասել, որ ինչ-որ շատ բաներ արեց, սուտ կլինի, այնտեղ երկու շատ կարևոր փոփոխություն տեղի ունեցավ, Սակայի փոխարեն Մադուեկեն եւ Գյոկերեշի փոխարեն Հավերցը, եւ ի վերջո Մադուեկեն վաստակեց 11 մետրանոց, ինչի հետ կապված շատ մարդիկ նշում են, որ այնտեղ չկար կանոնների խախտում, բայց երբ դիտում ես կրկնապատկերը, այո, առաջին երկու ռակուրսից թվում է, թե այնտեղ խախտում չկա, բայց երբ տեսանք երրորդ ռակուրսը, այնտեղ ակնհայտ էր, որ կար ոտքով հարված Մադուեկեի ոտքին եւ դա կանոնների խախտում է։ Այսպես ասած 11 մետրանոց, որը իրացրեց Գյոկերեշին փոխարինած Հավերցը եւ հանդիպումն ավարտվեց 1-1։ Հավերցում անկյունային խաղարկումից կարող էր եւս 1 գոլ խփել Արսենալը, բայց չխփեց, բայց ընդհանուր առմամբ առաջի խաղում Բայեր Լևերկուզենը լավ տպավորություն թողեց եւ իրականում զրկել էր Արսենալին իր խաղից ու հատկապես անկյունայիններից։ Առաջին անկյունային Արսենալը ընդհանրապես այդ խաղում վաստակեց խաղի 60-րդ րոպեին, իսկ առաջի խաղակեսում այո եղավ այնտեղ սխալ, պետք է մեկ անկյունային ստանային, բայց չստացան։ Պատասխան խաղում Արսենալը շատ դոմինանտ էր, հենց խաղի մեկնարկից ուներ հսկայական առավելություն եւ ֆանտաստիկ էր խաղում Բայեր Լևերկուզենի դարպասապահը, բայց ի վերջո Էզեն ֆենոմենալ գոլ խփեց եւ այդ գոլի շնորհիվ կարողացավ Արսենալը հաշիվը բացել, դրանից հետո Արսենալը կարող էր խփել նաև երկրորդ գոլը, սակայն չխփեց։ Արսենալը խաղում էր ոչ թե այն ֆուտբոլը, որից մենք հիասթափություն էինք ապրում, այն հակաֆուտբոլը, այլ հակառակը Արսենալը խաղում էր շատ հետաքրքիր եւ ուժեղ ֆուտբոլ ու իրոք մեզ դուր էր գալիս այդ ֆուտբոլը, որը մենք տեսնում էինք Արսենալի կողմից։ Սա նման էր այն Արսենալին, այն իմ սիրելի Արսենալին, որը մի զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը։ Հիասքանչ պաշտպանվում էին եւ ֆանտաստիկ ճնշում էին մրցակցին։ Երկրորդ խաղակեսում Արսենալը սկսեց խաղալ ավելի շատ կարգի վրա եւ փորձում էր ավելի շատ մրցակցին կարգի հաշվին հաղթել, լավ պաշտպանվում էր եւ փորձում էր հնարավորության դեպքում առանց լուրջ սրելու ստեղծել իր հնարավորությունները։ Այդպիսի մի հնարավորություններից էլ Ռայսը օգտագործեց, խփեց երկրորդ գոլը, դրանից հետո Բայերը պատասխանեց միայն մեկ վտանգավոր շատ հարվածով, բայց ֆանտաստիկ խաղաց Դավիթ Ռայան, ֆենոմենալ սեյվ կատարեց եւ դրանից հետո Արսենալը նորից ուներ պայեր, կարող էր խփել երրորդ գոլը, բայց չխփեց եւ միակ բանը, որը Բայեր Լևերկուզենը այս երկու խաղերում, այսպես ասած, կարելի է ասել, որ Արսենալին հաղթեց, դա այն էր, որ Արսենալը անկյունայիններով ոչինչ գրեթե չէր կարողանում առաջարկել, իսկ դրանք շատ էին, հատկապես երկրորդ խաղում, բայց ոչ մի կերպ չէին առաջարկում։ Իսկ այս երկու դիմակայություններում միակ անկյունայինից գոլը խփեց Բայեր Լևերկուզենը։ Ամեն դեպքում Բայեր Լևերկուզենին հարգանքներ, բայց Արսենալը շատ ուժեղ էր եւ այս դիմակայությունում դա պարզ ցույց տվեց երկրորդ խաղում եւ արժանիորեն դուրս եկավ հաջորդ փուլ Սպորտինգի հետ մրցելու։ Հիմա կոնկրետ Սպորտինգ Արսենալ խաղից ինչ սպասել այս դիմակայությունից։ Արսենալին բարդ խաղ է լինելու հատկապես Պորտուգալիայում, որովհետեւ Սպորտինգը սեփական արկի տակ շատ ուժեղ թիմ է եւ շատ լավ տակտիկ մարզիչ ունի ու նաեւ պորտուգալական երկրպագուների ճնշմամբ
Հաշիվ պորտուգալացի երկրպագուների ճշմամբ այստեղ կարող է շատ բարդ սցենար դասավորվել Արսենալի համար, թերևս կա այնպիսի տպավորություն, որ կոնկրետ այս դիմակայությունում էլ Արսենալը շատ մեծ ֆավորիտ է եւ դժվար թե Սպորտինգը կարողանա երկու խաղերի արանքում ինչ-որ անակնկալ մատուցել, եթե այնպես ստացի, որ Սպորտինգը ինչ-որ սցենարով դուրս գա հաջորդ փուլ, դա կլինի մեգա ֆանտաստիկա իմ կարծիքով, ես կարծում եմ, որ Արսենալը երկու խաղերի արդյունքում կհաղթի, ու հատկապես սեփական հարկի տակ խաղում ամեն ինչ կվճռի։ Այստեղ այնպես է լինելու, որ առաջ խաղը լինելու է Սպորտինգի հարկի տակ եւ պետք է նշենք, որ Սպորտինգը սեփական հարկի տակ կարող է ինչ-որ դժվարություններ առաջացնել Արսենալի համար։ Ես սպասում եմ այդ դժվարություններին, բայց ընդհանուր դիմակայությունում ես սպասում եմ այնպիսի լոգիկա, ինչպես եղավ Բայեր Լևերկուզենի հետ խաղում։ Հիմա խոսենք ընկերներ մյուս զույգի մասին, արդեն Բարսելոնա Ատլետիկո Մադրիդ։ Բարսելոնա Ատլետիկո Մադրիդ զույգը իհարկե իսպանական շատ թեժ զույգ է, այս զույգի մասին կարելի է անվերջ խոսել, ես գավաթային առաջի խաղից հետո անգամ տեսանյութ ունեմ այս թիմերի հետ կապված, բայց եկեք անցնենք այս թիմերի ճանապարհներին։ Ատլետիկո Մադրիդը եկեք սկսենք, տանը առաջին խաղում շատ տպավորիչ հաղթանակ տոնեց Տոտենհեմի նկատմամբ 5-2 հաշվով, ես հիմա փորձում եմ կախարդական նոթբուքում գտնել այդ խաղը, այո, ես վերջապես գտա այդ խաղը, շատ մեծ առավելություն ուներ Ատլետիկոն հենց խաղի սկզբում, այս խաղում իհարկե Իգո Տուդորը արկածախնդրությամբ էր զբաղվել եւ Վիկարիոին, որը դրանից առաջ Քրիստալ Փելեսի հետ խաղում երրորդ գոլի դրվագում գուցե ուներ սխալ, թողել էր պայստանների նստարանին եւ դարպասում դրել էր Կինսկիին։ Այս դարպասապայի սխալները իրոք դարձան չարաբաստիկ, արդեն խաղի 6-րդ րոպեին Կինսկին սխալ փոխանցում կատարեց, այնտեղ գնդակը խլեց Լուկմանը, փոխանցեց Ալվարեսին, Ալվարեսը հետո Լյորենտեին եւ հաշիվը դարձավ 1-0։ Խաղի 14-րդ րոպեին նորից սխալ, այս անգամ պաշտպանի կողմից, պաշտպանը սայթակում է, Գրիզմանը դուրս է գալիս մեն-մենակ եւ վարպետորեն հաշիվը դարձնում է 2-0, ընդամենը 1 րոպե հետո դարպասապահը գնդակը նվիրում է Խուլիան Ալվարեսին եւ Խուլիան Ալվարեսը խփում է երրորդ գոլը, սրանից անմիջապես հետո փոխարինվում է Կիսկին, Վիկարիոն է հայտնվում խաղադաշտում եւ այնպիսի տպավորություն էր, որ Տուդորը որոշում ունի, որ սա անում է ոչ թե նրա համար, որ ֆուտբոլիստին կոտրի, ինչպես ներկայացնում էին մամուլում, դա նաև մամուլի ասուլիսի ժամանակ նա ասաց, այլ ուղղակի, որ ֆուտբոլիստը իրեն ավելի լավ զգա, այսպես ձևակերպեց նա այս փոփոխությունը եւ կարծում նաեւ ընդունեց իր սեփական սխալը, որ պետք է այս խաղում Վիկարիոն լիներ, թերևս նա չընդունեց ասուլիսում բառացիորեն դա, բայց իր փոխարինումը կարծում եմ հենց դրա մասին էր խոսում, թերևս սրանից հետո էլ պատկերը չփոխվեց, խաղի 22-րդ րոպեին շատ խառը իրավիճակում Գրիզմանի փոխանցումից հետո Լենորմանը հաշիվը դարձրեց նաեւ 4-0 եւ այնպիսի տպավորություն կար այս գոլից հետո, որ Ատլետիկոն կարող է շատ խոշոր հաշվով հաղթել ու հիմա Տոտենհեմին հրաշք է պետք, որպեսզի նա վերադառնա խաղ։ Եվ այդ հրաշքը իրականում չեղավ։ 4 րոպե հետո Ռիշարլսոնի եւ Պորոյի անհատական որակների շնորհիվ ստեղծվեց գոլը եւ Ռիշարլսոնի փոխանցումից հետո Պեդրո Պորոն հաշիվը դարձրեց 4-1 եւ սա հանգստացրեց խաղը։ Երկրորդ խաղակեսում մենք տեսանք լրիվ ուրիշ պատկեր արդեն, ավելի հանգիստ խաղ էր ընթանում, թիմերը չունեին այն նույն պահերը, որոնք ստեղծում էին, Ատլետիկոն չէր կատարում այն նույն ճնշումը եւ դրվագներից մեկում Տոտենհեմը կարող էր հաշիվը դարձնել 4-2, բայց ֆանտաստիկ խաղաց Օբլակը եւ հակագրոհելիս Խուլիան Ալվարեսը Գրիզմանի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 5-1։ Հանդիպումը հավանաբար այսպես էլ կարող էր ավարտվել, եթե չլիներ սխալը այս անգամ արդեն Օբլակի կողմից, ով գնդակը նվիրեց Պեդրո Պորոյին, Պեդրո Պորոն փոխացեց Սոլանկեին եւ Սոլանկան ուղղակի մխրճեց գնդակը Ատլետիկոյի դարպասը 5-2։ 5-2 դառնալուց հետո իրավիճակը իհարկե ամբողջովին փոխվեց, մենք արդեն տեսանք այնպիսի իրավիճակ, որ Ատլետիկոն գնում էր դեպի 6-րդ գոլը խփելու, ունեցավ որոշակի պայե, Սորլոտը ուներ 2 լավ հնարավորություն, բայց չօգտագործեց եւ հանդիպումը ավարտվեց 5-2 հաշվով։ Արդեն պատասխան խաղում իհարկե պետք է արժանին մատուցել Տոտենհեմին, նրանք կարողացան հաղթել, բայց այդ հաղթանակը, այսպես ասած, նրանց ոչինչ չտվեց, որտեղ դիմակայությունում ամեն դեպքում անցավ Ատլետիկո Մադրիդը։ Հիմա ավելի մանրամասն այդ խաղի մասին, սկզբից շատ անհետաքրքիր մեկնարկ էր, բայց խաղի 10-րդ րոպեից հետո բացվեց խաղը, երկու թիմերն էլ
ստեղծում էին պահեր, հիմնականում ավելի վտանգավոր գրովում էր առաջի խաղակեսում Տոտենհեմը եւ խաղի 30-րդ րոպեին Տելի փոխանցումից հետո Կոլոմուանին բացեց խաղի հաշիվը 1-0 եւ այնպես ստացվեց, որ սրանից հետո լավ պահ ուներ հենց նույն Տելը, որ կարող էր դարձնել 2-0, չօգտագործեց եւ չօգտագործելուց հետո Տելը իր լավ հնարավորություն ունեցավ Խուլիան Ալվարեսը, բայց շատ լավ խաղաց Տոտենհեմի դարպասապահ Վիկարիոն եւ առաջի խաղակեսը հենց այդպես 1-0-ել ավարտեց։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Ատլետիկոն շատ ակտիվ սկսեց, արդեն ճնշում էր մրցակցին, ուներ առավելություն եւ Խուլիան Ալվարեսը Լուկմանի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 1-1։ Սրան շատ արագ իրականում պատասխանեց Տոտենհեմը շատ գեղեցիկ գոլով Սիմոնսի 2-1 դարձավ հաշիվը եւ խաղի 52-րդ րոպեին Գրեի փոխանցումից հետո Եվ դրանից հետո խաղը ամբողջությամբ անցավ Ատլետիկոին, այո Տոտենհեմը ինչ որ փորձեր անում էր, բայց Ատլետիկոն ստեղծում էր իրականում պահի հետևից եւ ի վերջո անկյունային խաղարկումից հետո Ալվարեսի փոխանցումից հետո Հանցկոն հաշիվը դարձրեց 2-2, հենց սրանից անմիջապես հետո Խուլիան Ալվարեսը կարող էր նաեւ խփել երրորդ գոլը, բայց եսասիրություն արեց, այսինքն պետք է փոխանցեր ավելի շատ Սորլոտին եւ Սորլոտը ազատ դարպաս ուղարկեց, բայց որոշեց ինքը հարվածել, չիրացրեց պահը եւ Դրանից հետո Տոտենհեմը ակտիվացավ, արդեն կորցնելու բան չունեին, վաստակեցին 11 մետրանոց, ընդամենը րոպեներ առաջ դաշտում հայտնված Խիմենեսը կոպիտ սխալ թույլ տվեց եւ կարողացավ այդ գոլը կարողացավ խփել Սիմոնսը 11 մետրանոցից 3-2։ Սրանից հետո անմիջապես հետո շատ վտանգավոր պահ ուներ Տոտենհեմը, մահացու հնարավորություն, ուղղակի Կոլոմուանին ինձ թվում է չհավատաց ուղղակի, որ այդպիսի հնարավորություն կա։ Կարող էր խփել 4-րդ գոլը, այնտեղ քիչ էր մնացել, 2 րոպե էր մնացել խաղի ավարտին, բայց չկարողացավ խփել, ուշացրեց, պաշտպանը իր վրա վերցրեց հարվածը, սրանից հետո եւս մեկ հնարավորություն եղավ, որտեղ կար գուցե 11 մետրանոցի կասկած խաղի նախավերջին րոպեին, բայց ես կարծում եմ, որ այնտեղ կանոնների խախտում չկար, որտեղ Կոկեն ոչ մի շարժում չարեց, նա ուղղակի կանգնեց տեղում, ֆուտբոլիստը եկավ, բախվեց իրան եւ ընկավ։ Ամեն դեպքում Տոտենհեմին պետք է արժանին մատուցել, Տոտենհեմը հաղթեց 3-2 հաշվով եւ իր համար այսպես ասած հեղինակության հաղթանակ տարավ, թերևս Ատլետիկոն ուղևորվեց իր համար շատ հաճելի քառորդ եզրափակիչ, բայց ոչ հաճելի մրցակցի դեմ խաղում։ Այս խաղից անմիջապես հետո Իգոր Տուդորը հեռացավ Սիմեոնեին այսպես ասած չշնորհավորեց հաղթանակի կապակցությամբ, ինչը որոշակի սկանդալ առաջացեց, թերևս մենք գիտենք, որ նույն Սիմեոնեն երբեմն այդպիսի բաներով աշկի է ընկել, երբ որ նա խաղից հետո անմիջապես հեռանում է, գուցե Տուդորը դրա մասին գիտեր եւ հասկանում էր, որ Սիմեոնեն դրանից չի նեղանա եւ դրա համար էլ հենց այդպես արեց։ Այնպես է, որ Իգոր Տուդորը ու Սիմեոնը երբեք ինչ որ անձնական խնդիրներ չեն ունեցել, ես գոնե դրա մասին չգիտեմ։ Հիմա խոսենք Բարսելոնայի խաղի մասին, Բարսելոնա Նյուքասլին անցավ, առաջին հանդիպմանը Նյուքասլը ուներ շատ մեծ խաղային առավելություն, շատ լավ էր աշխատում Նյուքասլի պրեսինգ մոդելը, ընդհանրապես եթե Բարսելոնայի դեմ կարողանում ես նման պրեսինգ անել, դա միշտ քեզ առավելություն է տալիս եւ այս խաղում էլ այդպիսի պատկեր էր Նյուքասլը ամբողջ խաղում դիմացավ, սկզբից շատ հետաքրքիր մեկնարկային կազմ էր ընտրել Նյուքասլը, առաջատար մի շարք ֆուտբոլիստներ չէին խաղում եւ դա հավանաբար պայմանավորված էր նրանով, որ կարողանային տեմպը այդպես պահել։ Առաջին 30 րոպեներին լուրջ առավելություն ուներ Նյուքասլը, հատկապես տակտիկապես, բայց պահերի ստեղծմամբ այնտեղ ընդամենը 1 պահ եղավ Էլանգայի հարվածից հետո, երբ Ժոան Գարսիան փրկեց, այնտեղ խաղայդուրս իրավիճակ գրեցին մրցավարները, բայց եթե գոլ լիներ, միանշանակ կհաշվեին, որովհետեւ այնտեղ խաղայդուրս իրավիճակ չկար։ Առաջի խաղակեսում միայն տարօրինակ էին մրցավարի որոշումները, որտեղ մրցավարը կարող էր լիքը դեղիններ տալ եւ Բարսելոնային եւ Նյուքասլին, բայց չէր տալիս, միայն ի վերջո իր հայրենակցի Տոնալին դեղին քարտ տվեց առաջի խաղակեսում, մեկնարկեց երկրորդ խաղակեսը միանգամից երրակի փոփոխություն, ոչ թե միանգամից, այլ խաղի 67-րդ րոպեին նորից ակտիվ սկսեց իրականում Նյուքասլը եւ այդ ակտիվությամբ փորձեց անել այն, ինչ նա կարող է։ Պետք է նշել, որ Նյուքասլի, այսպես ասած, ֆուտբոլիստները առաջի խաղակեսի վերջնամասում տանուլ տվեցին խաղը, որտեղ ֆիզիկապես չձգեցին։ Եվ երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ փորձում էին նույն ճնշումը կատարել, բայց այնպես չէր ստացվում, ինչպես որ հարկն է։ Եվ միայն 67-րդ րոպեին եւ տեղի ունեցան փոփոխությունները, սրանից հետո Լիվրամենտոն այնտեղ մտավ, Գորդոնը մտավ, Մըրֆին մտավ եւ այդ փոփոխություններից հետո նոր էլի ակտիվացավ, եկավ այդ նոր ճնշումը Բարսելոնայի նկատմամբ եւ ի վերջո խաղի 86-րդ րոպեին Մըրֆիի փոխանցումից հետո Բարսը հաշիվը դարձրեց 1-0։ Այս գոլից առաջ հետաքրքիր դրվագ եղավ, այնտեղ Արաուխոն ուղղակի չգիտեմ, փորձում էր ժամանակ ձգել եւ վնասված ցույց տվեց, որ ստացել է
դուրս եկավ եւ մտավ դաշտ, որտեղ նա դրսում էր, չհասցրեց իր դիրքը փակել եւ այնտեղ իրեն, այսպես ասած, ստրախովկա անող ֆուտբոլիստը չկարողացավ հասցնել եւ նա էլ չհասցրեց եւ այդ գոլը եղավ։ Բարսելոնայի համար իրականում ամեն ինչ շատ իդեալական դասավորվեց այս խաղում, որովհետեւ 86-րդ Ռոյս Գոպեին գոլից հետո Նյուքասլը կարող էր եւս մեկ գոլ խփել, բայց չխփեց եւ խաղավերջում դաշտ մտած Օլմոն վաստակեց 11 մետրանոց վարպետորեն եւ Լամին Յամալը իրացրեց 1-1։ Պատասխան հանդիպման հետաքրքրությունը միայն առաջի խաղակեսում էր, որտեղ երկրորդ խաղակեսում Բարսելոնան ուղղակի, այսպես ասեմ, տոտալ ոչնչացրեց Նյուքասլին։ Առաջի խաղակեսում նորից նույն կերպ շատ ակտիվ պրեսինգ մոդելով եւ հակապրեսինգ մոդելով ճնշում էր Նյուքասլը Բարսելոնային եւ տակտիկապես հանուն հաղթում էր ֆլիկին, բայց Բարսելոնայի անհատները դեմ էին, այսպես ասած, որ այդ տակտիկական պայքարը տա նաև արդյունք։ Նշեմ, որ հենց առաջին գոլը ստեղծվեց Յամալի ջանքերով, հիասքանչ անցում դաշտի կենտրոնում, փոխանցում դեպի Ռաֆինյան, այնտեղ սայթակեց Նյուքասլի ֆուտբոլիստը, հետո Ռաֆինյան տվեց Ֆերմինին, Ֆերմինը Ռաֆինյային եւ 1-0 Ռաֆինյան բացում է խաղի հաշիվը։ Շարունակում է Նյուքասլը խաղալ նույն ինտենսիվ ֆուտբոլը, ի վերջո Էլանգան հոլի փոխանցումից հետո, որը լավ տպավորություն է թողնում այս երիտասարդ ֆուտբոլիստը, հաշիվը դառնում է 1-1, բայց ընդամենը 3 րոպե հետո նորից Բարսելոնային հաջողվում է ստանդարտի հնարավորություն են վաստակում եւ շատ լավ են խաղարկում եւ Մարտինի փոխանցումից հետո Բեռնալը դարձնում է 2-1։ Նորից նույն լոգիկայով հանդիպում, նորից ինտենսիվ ֆուտբոլ, նորից Նյուքասլը փորձում է պրեսինգով խեղդել Բարսելոնային, այնտեղ Պեդրիին դաշտի կենտրոնում ուղղակի փակել էին եւ ես մի անգամից մտածում էի, ասում եմ ինչքան կարող է այս տեմպով Նյուքասլը խաղալ եւ տղերքին էլ ասում էի Գեվեց ինչքան կխաղա, Գևը ասեց ես կարծում եմ մի խաղակես։ Ես էլ ասեցի, հա, երևի հենց այդպես էլ կլինի, երկրորդ խաղակեսում Նյուքասլը չի դիմանա այլևս։ Իջևէ խաղի 28-րդ րոպեին Բարսի փոխանցումից հետո Էլանգան հաշիվը դարձրեց 2-2 եւ խաղի այսպես ասած 35-րդ րոպեից հետո արդեն նկատվեց, որ Նյուքասլի մոտ այդ ինտենսիվությունից կա որոշակի հոգնածություն։ Դրա համար խաղավերջում Բարսելոնան առավելությամբ անցկացրեց եւ նորից, այսպես ասեմ, Յամալից սկսեց ամեն ինչ, այդ 11 մետրանոցը Յամալից սկսեց, Յամալը դրսի մասով հիասքանչ փոխանցում կատարեց Ֆերմինին, Ֆերմինը ուղեց դեպի գնդակը Ռաֆինյայի դեմ տրիպեն խախտեց խաղի կանոնները եւ այդ կանոնների խախտումից հետո եղավ այն իրավիճակը, ինչը պետք է լիներ 11 մետրից, այդտեղ գուցե կարող էր նաև լինել կարմիր քարտ, բայց մրցավարը դիտարկեց, որ ֆրանսիացի մրցավար Լեցեն դիտարկեց, որ այդտեղ հաստատ գոլ չէր լինելու, դրա համար բավարարվեց միայն դեղին քարտով եւ 11 մետրանոցով, որը իրացրեց Յամալը, իրականում եթե ասեմ, որ շատ վստահ իրացրեց սուտ կլինի, բայց իրացրեց այդ 11 մետրանոցը եւ կարողացավ հաշիվը լինել 3-2, առաջի խաղակեսում տակտիկապես այո Բարսելոնան պարտվեց, բայց իր անհատների շնորհիվ հաղթեց առաջի խաղակեսը։ Իսկ երկրորդ խաղակեսի մասին ասելու շատ բան չկա, այնտեղ Ֆլիկը ուղղակի որոշակի տակտիկական փոփոխություններ արեց, Տրիպեի փոխարեն էլ Նյուքասլը Լիվրավենտոին մցրեց, որպեսզի Տրիպեն ձախողում էր խաղը եւ 11 մետրանոց բերեց անիմաստ ու դեղին ուներ։ Այդ որոշակի փոփոխությունները արեց, Պեդին սկսեց ավելի հանգիստ շնչել, որովհետև Ֆերմինը սկսեց Պեդին օգնել կենտրոնում այդ հատվածում, եւ հենց Ֆերմինն էլ հիասքանչ բիլդափից դուրս գալուց հետո Ռաֆինյայի փոխանցումից հետո հաշիվը դարձել էր 4-2 եւ սրանից հետո այսպես ասած ամբողջությամբ քանդվեց Նյուքասլը ու գնաց խրախճանքը հերթով Լևանդովսկին դուբլ գրանցեց 56-րդ րոպեին Ռաֆինյայի փոխանցումից հետո Յամալի փոխանցումից հետո 6-2, հետո Ռաֆինյան օգտագործեց մրցակցի կոպիտ սխալը 7-2, Բարսելոնան տոտալ ոչնչացրեց երկրորդ խաղակեսում Նյուքասլին, իսպանական ֆուտբոլի անունը վար պահեց եւ Նյուքասլին ուղարկեց, այսպես ասած, գրողի ծոցը։ Հիմա խոսենք արդեն Բարսելոնա Ատլետիկո Մադրիդ զույգի մասին, այստեղ պետք է նշել, որ շատ հետաքրքիր զույգ է եւ այնպիսի զույգ է ձևավորվել, որ մենք քննելու իրականում տեղեր ունենք, որովհետեւ Ատլետիկո Մադրիդը շատ բարդ մրցակից է, այո, Բարսելոնան թղթի վրա ֆավորիտ է, Բարսելոնան երկրորդ գավաթային խաղում արդեն ցույց տվեց, թե ինչպես կարող է խաղալ այս Ատլետիկոյի դեմ, բայց Ատլետիկոն մենք գիտենք, համ պատմականորեն երկու դիմակայություններում էլ Չեմպիոնների լիգայում 13, 14 եւ 15-16 սեզոններում երկու անգամ էլ Ատլետիկոն կարողացել է Բարսելոնային դուրս թողնել։ Այստեղ նաեւ հետաքրքիր հանգամանք կա, առաջի խաղը լինելու է Camp Nou-ում, երկրորդ խաղը Ատլետիկոյի հարկի տակ, եւ սա եւս Ատլետիկոյի համար կարող է ինչ-որ դրական
դրամատիկական բան լինել, դրա համար Բարսելոնան պետք է փորձի առաջի խաղում արդեն ոչ շացնել Ատլետիկոյին, որպեսզի երկրորդ խաղում Ատլետիկոն ոչ մի կերպ սեփական հարկի պատերի տակ չկարողանա։ Իսկ Ատլետիկոն փլեյօֆում ֆանտաստիկ վիճակագրություն ունի, եթե չեմ սխալվում, նրանք 7 տարի փլեյօֆում սեփական հարկի տակ չեն պարտվում, ինչը իհարկե ֆենոմենալ ցուցանիշ է։ Բարսելոնան ամեն դեպքում խաղի մարզավիճակով, ֆուտբոլիստների վերադարձներով արդեն այդ ժամանակ կլինի նաև Դե Յոնգը, եթե ինչ-որ արտառոց նոր բաներ չլինեն, Բարսելոնան այդ խաղին կմոտենա ֆավորիտի կարգավիճակով։ Ես իհարկե չեմ կարծում, որ շատ հեշտ խաղեր կլինեն շատ բարդ խաղեր Բարսելոնայի համար, ես նաև չեմ բացառում, որ Ատլետիկո Մադրիդը կարող է այս դիմակայություններում անցնել, բայց ֆավորիտը միանշանակ Բարսելոնան է, եւ ես կարծում եմ Բարսելոնան չի կրկնի գավաթային խաղի սխալները եւ նա երկու խաղերի արդյունքում այս անգամ արդեն սեփական հարկի տակ ստեղծի այն առավելությունը, իսկ Ատլետիկոյի հարկի տակ եթե անգամ պարտվի, չի պարտվի այնպես, ինչպես օրինակ պարտվեց գավաթային առաջի խաղում։ Եվ ես այստեղ մտածում եմ, որ Բարսելոնան կանցնի։ Ցանցի այս կողմի զույգերի մասին խոսեցինք, իսկ հիմա արդեն անցնենք մյուս կողմին եւ խոսենք այն մյուս կողմի մասին։ Գերներ, հիմա խոսենք մյուս երկու զույգերի մասին։ Առաջին զույգը Paris Saint-Germain Լիվերպուլ եւ եկեք նայենք թե ինչ ճանապարհով անցան թիմերը։ Սկսենք Լիվերպուլից, որը մրցում էր Գալաթասարայի հետ 1-8-ում։ Առաջի խաղում առաջին 7 րոպեները շատ ակտիվ սկսեց Լիվերպուլը եւ այնպիսի տպավորություն էր, որ Գալաթասարայում խուճապ է, սակայն մսխեցին իրենց հնարավորությունները եւ 7-րդ րոպեին ստանդարտ հնարավորություն ստացավ Գալաթասարայը եւ Օսիմենի փոխանցումից հետո Լեմինան բացեց խաղի հաշիվը եւ սրանից հետո խաղի պատկերը ամբողջովին փոխվեց։ Գալաթասարայը ամբողջությամբ թելադրում էր իր խաղի սցենարը, ստեղծում էր վտանգավոր պահեր, իսկ Լիվերպուլը չէր կարողանում ոչ մի կերպ հակախաղ գտնել Գալաթասարայի հետ, իսկ երկրպագուների ճնշումը այնտեղ լուրջ խնդիր էր դարձել Լիվերպուլի համար, այդ ճնշումը իրոք ահռելի էր ու Գալաթասարայը խաղում էր ամբողջ իր սցենարով։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ նորից նույն ճնշումը կար Գալաթասարայի կողմից, այնտեղ այնպես ստացվեց, որ խաղից դուրս իրավիճակից գոլ խփեց Լիվերպուլը Կոնատեն բծավճից որ խաղի դուրս իրավիճակից էլ ձեռքով խաղ կար եւ այդ գոլը չհաշվեց։ Երկրորդ խաղակեսում նաեւ գոլ խփեց, երկրորդ գոլը խփեց Գալաթասարայը, որը մաքուր գոլ էր, բայց մրցավարները չգիտես ինչու որոշեցին, որ այնտեղ пассив խաղից դուրս իրավիճակ է։ Այդ գոլը հստակ էր, որ միանշանակ գոլ էր, որտեղ այն ֆուտբոլիստը, որը Բուրակ Գիլմազն եթե չեմ սխալվում, որը գտնվում էր пассив խաղից դուրս իրավիճակում, այդ դրվագում ոչ միայն շատ չմիջամտեց իրավիճակին եւ ավելի հեռու էր, քան Օսիմենը, որը վազում էր դեպի Կոնատեն այդ փոխանցումը ստանալիս, բացի դրանից Կոնատեն գնդակը վերցրեց, փոխանցեց ուրիշ ֆուտբոլիստ լրիվ եկավ վերցրեց եւ խփվեց գոլը, այսինքն այդ դրվագում նաեւ իրավիճակ էր փոխվել եւ անհասկանալի է թե ինչու այդ գոլը չհաշվեց։ Ի վերջո Գալաթասարայը խաղաց այսպես ասած մի խաղ, որտեղ կարող էր հաղթել 2 գոլի առավելությամբ, Լիվերպուլը տոտալ ձախողվեց, բայց հաղթեց ընդամենը 1-0 հաշվով։ Էնֆիլդում արդեն պատկերը լրիվ ուրիշ էր, Լիվերպուլը ուներ աննորմալ առավելություն, ստեղծեց անհամար պահեր, ավելի շատ վրիպեց, քան ավելի շատ գոլ խփեց, բայց իրականում խփեց 4 գոլ։ Շատ մեծ ճնշում հենց խաղի սկզբից, ֆանտաստիկ էր խաղում Չաքիրը Գալաթասարայի դարպասապահը, որը ֆենոմենալ հանդիպում անցկացրեց, 9 գնահատականը ստացավ, որոշակի ասպեկտներում 8.5 գնահատականը կար, նաև 8 գնահատականը կար, բայց նա բաց էր թողել 4 գոլ։ Պատկերացրեք, թե ինչպեսի խաղ է գնացել։ Խաղի 25-րդ րոպեին Մաքալիստերի փոխանցումից հետո, անկյունային խաղարկումից հետո հերթական գոլը խփեց Սոբոսլայը, շքեղ գոլ, ընդհանրապես Սոբոսլայը իմ կարծիքով այս Լիվերպուլի հենց առաջատար ֆուտբոլիստն է եւ ֆանտաստիկ ֆուտբոլիստ է եւ նրան շատ եմ նմանացնում Ֆեդե Վալվերդեին, կարծես թե նա Լիվերպուլի Ֆեդե Վալվերդեն է։ Այս խաղակեսում լիքը պայեր ուներ, այնտեղ Էկիտիկ են փչացրեց, Սալահը մի քանի պա փչացրեց, խաղավերջում 11 մետրանոց վաստակեց Լիվերպուլը եւ Սալահը շատ անփույթ իրացրեց։ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը, երկրորդ խաղակեսում Լիվերպուլի ճնշումը շարունակվեց, արդեն 51-րդ րոպեին Սալահի շքեղ փոխանցումից հետո Էկիտիկեն հաշիվը դարձրեց 2-0, ընդամենը 2 րոպե հետո Գրամբեր հաշիվը դարձրեց 3-0, խաղի 56-րդ րոպեին ինքնագոլ գրանցվեց, բայց այնտեղ փոխանցում կատարող ֆուտբոլիստը խաղից դուրս իրավիճակում էր Լիվերպուլից, Ֆրիմպոնգը դրա համար չհաշվեց այդ գոլը,
62-րդ րոպեին Սալահը ֆանտաստիկ գոլ խփեց Վիրցի փոխանցումից հետո եւ կարծես թե ասաց, որ ես չեմ մահացել, ես կամ ու բոլոր այն մարդիկ, ովքեր կասկածում են հնարավորություններին, լռեք եւ շատ ճիշտ արեց դա, որովհետեւ երկու գոլային փոխանցում կատարեց Սալահը, այս խաղում գոլ խփեց։ Խաղավերջում Լիվերպուլը եւս մեկ գոլ խփեց եւ հաշիվը պետք է լիներ 5-0 մաքուր գոլեր, որը չգիտես ինչու չհաշվեցին։ Ընդհանրապես այս երկու խաղերի դիմակայությունում էլ մաքուր գոլեր չհաշվեցին։ Առաջի խաղում Գալաթասարայի գոլը չհաշվեց, այս խաղում չհաշվեց Սալահի գոլը։ Ասել, որ Գալաթասարայը ինչ որ հնարավորություններ ունեցավ երկու խաղակեսում, ես կստեմ, ես չեմ հիշում ոչ մի ինչ որ արտառոց ու վտանգավոր բա Գալաթասարայից։ Լիվերպուլը ուղղակի տոտալ ոչնչացրեց երկրորդ խաղում Գալաթասարային եւ արժանիորեն դուրս եկավ հաջորդ փուլ։ Այստեղ քննարկելու բանը չկա, այո, առաջի խաղում շատ տոտալ ձախողում ստացվեց Լիվերպուլի կողմից, բայց երկրորդ խաղում Լիվերպուլը ամեն ինչ դրեց տեղը, արեց այն, ինչ պետք է աներ։ Չելսի Պարիս Սեն-Ժերմեն, այստեղ առաջի դիմակայությունը հատկապես շատ հետաքրքիր պայքարում անցավ եւ շատ հավասար հանդիպում էր ընթանում Փարիզի հարկի տակ։ Պետք է նշել, որ խաղի մեկնարկում Չելսին ակտիվ սկսեց առաջի խաղի, բայց առաջինը գոլ խփեց Պարիս Սեն-Ժերմենը, Նևեշի փոխանցումից հետո Բարկոլան շքեղ գոլ խփեց, հաշիվը դարձրեց 1-0, հետո խաղի 28-րդ րոպեին Չելսին ակտիվացավ այդ բաստողած գոլից հետո եւ Ֆերնանդեշի հիասքանչ փոխանցումից հետո Գուստոն հաշիվը դարձրեց 1-1։ Առաջի խաղակեսի վերջնամասում ընդհանուր հավասար խաղ էր ընթանում եւ Չելսին գուցե ուներ մի քիչ առավելություն, բայց գոլ խփեց ֆանտաստիկ հակագրոհի ժամանակ Ուսման Դեմբելեն, շքեղագույն գոլ եւ եւս մեկ անգամ ցույց տվեց, որ նա մեծ խաղերի ֆուտբոլիստ է, հաշիվը դարձնելով 2-1։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Չելսին շատ ակտիվ սկսեց, Պետրո Նետոյի հիասքանչ անցումից հետո Էնցո Ֆերնանդեշը հաշիվը դարձրեց 2-2։ Խաղի 74-րդ րոպեին, որը իմ կարծիքով այս դիմակայության ամենակարևոր պահերից մեկն էր, կոպիտ սխալ թույլ տվեց Չելսիի դարպասապահ Յորգենսենը, գնդակը խլեցին, Խվիչային հասավ գնդակը, Խվիչյան փոխածեց Վիտինիային եւ Վիտինյան ուղղակի աննորմալ ֆանտաստիկ գեղեցկության գոլ խփեց, ինչպիսի կասեցում, չգիտեմ, աննորմալ կասեցում էր դա եւ դարպասապահի վրայով գնդակը նետեց դարպասը 3-2, սրանից հետո Չելսին գնաց վաբանկ, փորձեց հարձակվել, շատ ավելի ինտենսիվ դարձրեց պրեսինգը եւ դրա պատճառով պատժվեց։ Խվիչա Կվարացխելյան 2 գոլ խփեց, նախ ֆանտաստիկ գոլ խփեց Պաչոյի փոխանցումից հետո եւ հաշիվը դարձրեց 4-2 եւ խաղավերջում էլ արդեն հակագրոհի ժամանակ Հակիմիի փոխանցումից հետո խփեց 5-րդ գոլը եւ 5-2 մի խաղում, որտեղ չի ասի թե սա 3 գոլով առավելությամբ խաղ էր, բայց Պարիս Սեն-Ժերմենը ուղղակի պատժեց Չելսիին բոլոր առումներով եւ կարողացավ հաղթել 5-2։ Խաղի մասին ընդհանուր երկու թիմերն էլ խաղում էին գրեթե նույն ձև, բարձր պրեսինգ, հակապրեսինգի փորձեր, երկու թիմերն էլ չէին ուզում զիջել գնդակը եւ հենց այդ լոգիկայով էլ ընթացավ նաեւ երկրորդ խաղը իրականում եւ երկրորդ խաղում եւս Պարիս Սեն-Ժերմենը ոչնչացրեց Չելսիին եւ պետք է նշեմ, որ երկրորդ խաղում Պարիս Սեն-Ժերմենը հենց խաղի մեկնարկից ցույց տվեց, որ չի պատրաստվում պաշտպանվել կամ հաշվի վրա խաղալ, առաջարկեց նույն սցենարը, ինչ առաջարկել էր Փարիզում։ Նորից լավ հանդիպում էր, բայց ամեն ինչ վճռվեց արդեն խաղի 6-րդ րոպեին, Սարի կոպտագույն սխալից հետո Խվիչյան հաշիվը դարձրեց 1-0, հետո 14-րդ րոպեին Բարկոլան խփեց հերթական ֆանտաստիկ գոլը Հակիմիի փոխանցումից հետո 2-0։ Այո, Չելսին ուներ պահեր, բայց ֆանտաստիկ էր խաղում Սաֆոնովը, երկրորդ խաղակեսում էլ Չելսին ունեցավ պահեր, բայց նորից Սաֆոնովը փրկեց եւ ի վերջո Պարիս Սեն-Ժերմենը խփեց նաեւ երրորդ գոլը Մայոլուի ջանքերով խաղի 62-րդ րոպեին հաշիվը դարձավ 3-0 եւ երկու խաղերի արդյունքում 8-2 դոմինանտ այսպիսի արդյունքում Պարիս Սեն-Ժերմենը ջախջախեց Չելսիին, ինչը մեծ հայտ ներկայացրեց այս Չեմպիոնների լիգայում նորից գլխավոր ֆավորիտներից մեկը լինելու առումով։ Ես շատ էի նշում, որ մենք հստակ գնահատական Պարիս Սեն-Ժերմենին կտանք 1-8-ի խաղերում, երբ որ նա խաղա կամ Չելսիի կամ Բարսելոնայի հետ, եւ այդ ժամանակ մենք կհասկանանք սա անցած տարվա Պարիս Սեն-Ժերմենին մոտ Պարիս Սեն-Ժերմեն է, թե սա այն Պարիս Սեն-Ժերմենն է, որը մենք տեսնում ենք Լիգա 1-ում, որը անընդհատ խնդիրներ է ունենում եւ Լանսը դրա համար էլ չեմպիոնական պայքարի մեջ է։ Այս խաղերում Պարիս Սեն-Ժերմենը ցույց տվեց, որ նրանք շատ մոտ են անցած տարվա Պարիս Սեն-Ժերմենի խաղին, իհարկե դեռևս չեն հասել այդ մակարդակին եւ ես կարծում եմ դրա հիմնական պատճառը Ֆաբիան Ռուիսի բացակայությունն է, որտեղ Ֆաբիան Ռուիսին ոչ մեկ չի փոխարինում այնպես ինչպես որ հարկն է։ Այո, այնտեղ խաղում է Մայոլուն, խաղում է Էմերին, երբեմն խաղում է Դրոն, բայց ոչ մեկը չի անում այն ամենը, ինչ անում էր Ֆաբիան Ռուիսը 10 համարի դիրքում, որը նաև հիասքանչ դառնում էր 8 համար։ Սա ամենակարևոր բաներից մեկն է ներկայիս Պարիս Սեն-Ժերմենում, որտեղ Պարիս Սեն-Ժերմենում այս պահին բոլոր ֆուտբոլիստները նորից գալիս են իրենց լավագույն մարզավիճակին։ Նորից Նունու Մենդեշը փայլում է, նորից Հակիմին փայլում է, հարձակվական քարյակը ընդհանրապես ֆենոմենալ է, այնտեղ շատ բարդ ընտրության առաջ է կանգնած
Paris Saint-Germain-ի գլխավոր մարզիչը, որտեղ ֆանտաստիկ մարզավիճակում է Խվիչյան, ֆանտաստիկ մարզավիճակում է Բարկոլան, հիասքանչ մարզավիճակում է Դուեն, իսկ Դեմբելեն հասկանում ենք, որ դա այն ֆուտբոլիստն է, որը միշտ մեկնարկային կազմում է եւ նրա կողքին որոշում են այդ 3 ֆուտբոլիստներից մյուս երկուսը։ Բացի դրանից կա երիտասարդ Մայոլունկա, Մբայեն, կա Գոնսալո Ռամոշը, չգիտեմ, որը գրեթե բոլոր խաղերի խաղադաշտում հայտնվում է եւ հավանաբար Դեմբելեին է սովորաբար փոխարինում, որովհետեւ Դեմբելեն ֆիզիկապես դեռ այն լավագույն վիճակում չի, նա միշտ չի, որ բոլոր խաղերը 90 րոպե է խաղում, շատ խաղերում փոխարինման է մտնում, բայց երբ մտնում է եւ կարեւորագույն խաղերում միշտ արդյունք է ապահովում եւ շատ կարեւոր ֆիգուր է ներկայիս Paris Saint-Germain-ի համար։ Իհարկե չեմ խոսում այնտեղ Նևեշի ու Վիտինյայի մասին, որոնք ֆենոմենալ ֆուտբոլ են խաղում, այսինքն բոլորը լավ վիճակում են, Սաֆոնովը այն վախը, որ Paris Saint-Germain-ը գուցե կունենար դարպասապայի խնդիր, այդ խնդիրն էլ կարծես թե Սաֆոնովը լուծում է իր լավ խաղով եւ այսպիսի պայմաններում Paris Saint-Germain-ը իհարկե դառնում է գլխավոր ֆավորիտներից մեկը այս առաջնությունում։ Եվ հիմա Liverpool Paris Saint-Germain խաղի մասին անցած տարի երբ այս թիմերը հանդիպեցին, այո Paris Saint-Germain-ը երկու խաղերում շատ դժվար պայքարում կարողացավ անցնել Liverpool-ին, բայց անցած տարվա Liverpool-ն ու այս տարվա Liverpool-ը շատ տարբեր թիմեր են։ Անցած տարվա Liverpool-ից գրեթե ոչինչ չի մնացել։ Անցած տարվա Liverpool-ը չէ սա, նրանք լուրջ խնդիրներ ունեն APL-ում, նրանք Չեմպիոնների լիգայում անգամ խնդիրներ ունեն, այո Գալաթասարային վստահ հաղթեցին երկրորդ խաղը, բայց մենք այդ խնդիրները հստակ տեսնում ենք Liverpool-ի խաղում, իսկ Paris Saint-Germain-ին տեսնում ենք ծաղկման ֆոնի վրա։ Եթե չլինեն ինչ որ արտառոց բաներ, այս պայդրությամբ, այս պայն, որ ես նկարում եմ տեսանյութը, Paris Saint-Germain-ը ֆավորիտ է այս դիմակայությունում եւ մեծ հավակնությամբ, այո Liverpool-ը անակնկալ թիմ է, նրանք կորցնելու բան չունեն, նրանք իրաց ամբողջ միտքը դնելու են Չեմպիոնների լիգան հաղթելու վրա, բայց Paris Saint-Germain-ը ֆավորիտ է եւ ես կարծում եմ այս դիմակայությունում Paris Saint-Germain-ը իր խոսքը կասի։ Եվ եթե անցած տարի Liverpool-ը պատրաստ էր շատ ինտենսիվ ֆուտբոլ առաջարկել Paris Saint-Germain-ին, ապա այս տարի այդ ինտենսիվությունը ես անկեղծ ասած չեմ սպասում Liverpool-ից։ Դրա համար կարծում եմ, որ այս դիմակայությունում կանցնի Paris Saint-Germain-ը։ Հիմա խոսենք 1-4-ի մյուս զույգի մասին, Real Madrid-Բավարիա եւ եկեք սկսենք Բավարիայից, որը 1-8-ում մրցեց Ատալանտայի հետ եւ երկու խաղում էլ ոչնչացրեց Ատալանտային։ Իրականում մի քիչ անիմաստ եմ համարում այս խաղերին անդրադառնալը եւ հերթով ասել, թե ովքեր խփեցին Բավարիայի գոլերը, բայց քանի որ ասել եմ բոլորի դեպքում, եկեք նաեւ Բավարիայի դեպքում ասենք, արդեն Բերգամոյում խաղի մեկնարկից ոչնչացրեց Բավարիան, նախ Գնաբրիի փոխանցումից հետո Ստանիշիչը 12-րդ րոպեին գոլ խփեց, հետո Ուպամեկանոյի փոխանցումից հետո Օլիսեն գրավեց դարպասը, հետո Օլիսեի փոխանցումից հետո Գնաբրին խփեց երրորդ գոլը, առաջի կեսում արդեն 3-0 Պետք է նշել, որ Հարի Քեյնը չկար այս խաղում, դա միակ բանն էր, որ առանց Հարի Քեյնի անգամ նրանք ոչնչացրեցին։ Երկրորդ խաղակեսում խաղաղճանկը շարունակվեց, Դիասի փոխանցումից Ջեքսոնը 52-րդ րոպեին դարձրեց 4-0, հետո Դեվիսի փոխանցումից հետո Օլիսեն դարձրեց 5-0, հետո Ջեքսոնի փոխանցումից հետո Մուսալան դարձրեց 6-0 եւ խաղավերջում հեղինակության գոլը Կրիստովիչի փոխանցումից խփեց Պասալիչը։ Ասել, որ պայեր չուներ Ատալանտան, իհարկե սուտ կլինի, բայց այնքան մեծ առավելություն ուներ Բավարիան այս խաղում, այս դիմակայությունում, որ չգիտեմ, ուղղակի բառեր չկան, Բավարիան ուղղակի տոտալ ոչնչացրեց Ատալանտային ու հատկապես Բերգամոյում 6-1 խաղացելուց հետո երկրորդ խաղը իհարկե ձևականություն էր, բայց երկրորդ խաղում էլ խրախճանքը շարունակվեց։ Այս անգամ իհարկե ավելի մեղմ հաշիվ եղավ, եթե համատենք 6-1-ի հետ կոպիտ ասած, բայց նորից ջախջախիչ խաղ, Հարի Քեյնը արդեն մեկնարկային կազմում էր, խաղի 25-րդ րոպեին իրացեց 11 մետրանոցը երկրորդ փորձից, որովհետև այնտեղ կրկնվեց 11 մետրանոցը, հետո 54-րդ րոպեին նույն Հարի Քեյնը շատ գեղեցիկ գոլով Ստանիշի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 2-0, հետո Դիասի փոխանցումից հետո Կարլը հաշիվը դարձրեց 3-0, հետո արդեն Կարլի փոխանցումից հետո Դիասը 70-րդ րոպեին հաշիվը դարձրեց 4-0 եւ խաղավերջում էլի հեղինակության գոլ արդեն Պաշալիչի փոխանցումից հետո Սամարժիչը 85-րդ րոպեին հաշիվը դարձրեց 4-1։ Ինչ կարելի ասել այս խաղի հետ կապված ու Բավարիայի մասին։ Բավարիան աննորմալ մեքենա է։ Այո, այստեղ ամենակարևոր ֆիգուրը Հարի Քեյնն է, բայց նրանք անգամ առանց Հարի Քեյնի ֆենոմենալ ֆուտբոլ են խաղում։ Այնտեղ կա Օլիսեն, որը ֆենոմենալ ֆուտբոլ է խաղում, այնտեղ կա Դիասը, որը շքեղ ֆուտբոլ է խաղում, այնտեղ կա կիսապաշտպանողական Եռյակը, որը բոլորը շքեղ են։ Պաշտպանությունում Բավարիան շքեղ է։ Դարպասապայի այո խնդիր կար այս խաղում, հնարավոր է երկրորդ խաղում, որ 4 դարպասապաններ չլինեն, բայց Ուրբիգեի վերջո պատրաստ եղավ եւ խաղաց։ Չգիտեմ, Բավարիան պրեսինգ, հակապրեսինգ մոդելի վրա խեղդում է մրցակցին այդ գեգեն պրեսինգով, ոչնչացնում է ամեն կերպ, հիմնականում լավ է պաշտպանվում ու օգտագործում է իր պահերը։ Ստեղծում է շատ պահեր եւ օգտագործում է այդ պահերը եւ ընդհանուր իզուր չէ, որ այս դիմակայությունում Ատալանտային ոչնչացրեց 10-2 հաշվով եւ այս պահին նա համարվում է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտը Արսենալից հետո։
Եվ կարծում եմ, եթե Բավարիան լիներ ճյուղի մյուս կողմում, նա կհամարվեր իմ կարծիքով գլխավոր ֆավորիտ, այլ ոչ թե Արսենալը, ուղղակի ճյուղերի տարբերությամբ է, որ Բավարիան հիմա երկրորդ գլխավոր ֆավորիտն է համարվում այս Չեմպիոնների լիգայի համար։ Ռեալ Մադրիդի մասին ինչ կասենք, Մանչեսթեր Սիթի Ռեալ Մադրիդ առաջին դիմակայությունը իհարկե շոկահարեց ինձ եւ շոկահարեց ինձ թվում է բոլորին, որովհետեւ ոչ մեկը չէր սպասում, որ Ռեալ Մադրիդը նմանատիպ ֆուտբոլ կխաղա։ Այո, Ռեալը այնքան կորուստներ ուներ, այնքան վնասվածքներ ուներ, որ բոլորը սպասում էին, որ Մանչեսթեր Սիթին գալու է ու արդեն Սանտիագո Բեռնաբեուում Ռեալի հեքիաթը ավարտվելու է։ Ու հատկապես այդ խաղից առաջ, երբ որ Լա Լիգայում, չգիտեմ, շատ ծայրահեղ հաղթանակ տոնեց Ռեալը Սելտայի նկատմամբ հրաշքով բառիզբուն իմաստով, այս դիմակայությունում սպասելիքները ուղղակի չկային։ Եվ խաղի մեկնարկում ինձ զարմացրեց իհարկե ընտրված կազմը Գվարդիոլայի, թերևս այդ կազմում հասկանալի է, թե ինչի էր ընտրվել այդ կազմը, այնտեղ Կուսանովը եւ Սավինյոնը էին դաշտում աջ եզրում, որպեսզի Վինիցիուսին պահեն, բայց դաշտում միաժամանակ նաև կար Սեմենյոն, Դոկուն, այսինքն 3 վինգերով խաղ, չկար Շերկին, չկար ընդգծված 10 համար եւ ինչ որ խառը ինչ որ բաներ մտածել Մանչեսթեր Սիթին եւ այսպես փորձում էր Ռեալ Մադրիդին անակնկալի բերել։ Իսկ իր հերթին Ռեալ Մադրիդը կարծես թե արդեն Սելտայի խաղից պատրաստվել էր այս խաղին, որտեղ գրեթե նույն մեկնարկային կազմը դուրս եկավ եւ նույն լոգիկայով հակագրողների վրա եւ Ֆեդե Վալվերդեի օգտագործելու հիման վրա պետք է Ֆեդե Վալվերդեն լիներ այն օղակը, որը Վինիսիուսի փոխարեն կխփեր գոլերը, որովհետեւ Վինիսիուսը կատարում էր այլ պարտականություն, Վինիսիուսի վրա գնում էին 3-4 հոգի եւ Վալվերդեն մնում էր ամբողջությամբ ազատ։ Ոչ մեկ չէր սպասում, որ Արբելոան ամբողջ հիմքը, այսինքն 4-5 դիրք այս խաղում կփակի Ֆեդե Վալվերդեն, որտեղ Ֆեդե Վալվերդեն փակում էր աջ պաշտպանի դիրքը, փակում էր աջ կիսապաշտպանի դիրքը, աջ վինգերի դիրքը, կենտրոնական հարձակվողի դիրքը։ Երբեմն հայտնվում էր ձախ կիսաեզրում, այսինքն նաև երկրորդ հարձակվող էր խաղում, չգիտեմ, ինչ որ աննորմալ բան էր մտածել Արբելոան, որը աշխատեց Վալվերդեի օգտին։ Վալվերդեի շնորհիվ ավելի ճիշտ։ Պետք է նշեմ, որ առաջի խաղակեսի մեկնարկում Մանչեսթեր Սիթին ուներ որոշակի առավելություն, սկզբից որոշակի խնդիրներ կա դաշտի կենտրոնում Ռեալ Մադրիդում, Պիտաշն ու Արդա Գյուլերը ֆիզիկապես պարտվում էին եւ եզրից սուր փոխանցումներ էր անդադ լինում Դոկուի կողմից, բայց այդ հասցեատերը ուղղակի չկար, որպեսզի եզրափակեր այդ եզրից փոխանցումները եւ ի վերջո խաղի 20-րդ րոպեին այստեղից սկսեց այդ շոուն, Տիբո Կուրտուան ֆանտաստիկ նկատեց Ֆեդե Վալվերդեին, փոխանցեց, Ֆեդե Վալվերդեն գնաց, շրջանցեց դարպասապային խփեց գոլ, այստեղ հետաքրքիր էր, որովհետեւ այնպեսի տպավորություն էր, որ Դոնարուման մտածեց, որ նա Տուգանային հրապարակից դուրս է եւ եթե ձեռքը դնի, ապա կարմիր քարտ կլինի, որպես վերջին հույսի խախտում, բայց նա Տուգանային հրապարակում էր, սխալվեց եւ Ֆեդե Վալվերդեն օգտվեց այդ առիթից եւ խփեց առաջին գոլը։ Խաղի 27-րդ րոպեին Վինիցիուսի շքեղագույն փոխանցումից հետո այնտեղ իհարկե նաև օգտեց անդրադարձը Ֆեդե Վալվերդեն հիասքանչ հարվածով հաշիվը դարձրեց 2-0 հենց ձախ կիսաեզրից։ Իսկ խաղի 42-րդ րոպեին հիասքանչ հակագրոհի ժամանակ Դիասի շքեղագույն փոխանցումից հետո Ֆեդե Վալվերդեն գեհին ուղարկեց գարեջրի եւ հաշիվը դարձրեց 3-0։ Շոկ բոլորի համար, որտեղ Սիթին այնպես չի, որ շատ վատ էր խաղում, բայց Ֆեդե Վալվերդեն օգտագործում էր բոլոր հնարավորությունները Ռեալ Մադրիդի եւ առաջի խաղակեսից հետո Ռեալը ունի արդեն 3 գնդակի առավելություն։ Երկրորդ խաղակեսում ցավալի բան եղավ, որտեղ առաջի խաղակեսում ֆենոմենալ հանդիպում անցկացնող Ֆերլան Մենդին, որը խաղաց 2 խաղ Սելտայի եւ Սիթի եւ 2 խաղում էլ թույլ չտվեց, որ ոչ մեկը նրան շրջանցի, ել չեմ ասում, թե ուրիշ ինչ հզոր պարտականություններ էր կատարում Ֆերլան Մենդին, ուղղակի ֆենոմեն է այս տղան, ես շատ եմ ցավում նրա վնասվածքների հետ կապված։ Այո, ամբողջ հմայքը գնաց դեպի Ֆեդե Վալվերդեն այս խաղում, բայց այն ինչ անում էր նույն Մենդին, դա չգիտեմ, ուղղակի այլ մոլորակային ֆուտբոլիստ է, որտեղ ինչպես կարող ես դու 3-4 ամիս չխաղալ ու գալ ու անգամ այսպիսի ֆուտբոլ խաղալ, այսպիսի բարձր մակարդակում, ես վստահորեն ասում եմ, չկա աշխարհում ավելի լավ ձախ եզրում պաշտպանվող պաշտպան, քան դա Մենդին է, երբ որ նա խաղում է։ Ու կապ չունի նա բաց է թողել 4 ամիս, 1 տարի թե 2 տարի։ Նա երբ խաղում է, նա ֆանտաստիկ է։ Ցավոք սրտի նա փոխարինվեց, նրա փոխարեն հայտնվեց Ֆրան Գարսիան, որը իրականում վատ տպավորություն չթողեց։ Այո, նրան 1 անգամ, 2 անգամ շրջացեցին, բայց ընդհանուր առմամբ նա Մենդիի գործը վատ շարունակեց։ Երկրորդ խաղակեսում նորից Ռեալը ավելի վտանգավոր էր գրողում, վաստակեց 11 մետրանոց Վինիսիուս Ժունիորը հիասքանչ բացվելուց հետո, Դոնարումային ֆանտաստիկ շրջանցելուց հետո, բայց այնքան վատ իրացրեց 11 մետրանոցը, որ Դոնարուման փրկեց այդ 11 մետրանոցը։ Դրանից հետո Ռեալ Մադրիդը եւս մեկ լավ հնարավորություն ուներ, բայց չկարողացավ գոլ խփել, այնտեղ նորից Վինիսիուսը չհասավ Պրայմի հարվածից հետո եւ պաշտպանները հեռացրեցին եւ խաղավերջում այնտեղ Պիտար
չէ, որը լավ հանդիպում էր անցկացնում, որոշակի սխալ թույլ տվեց, շատ կոպիտ սխալ թույլ տվեց, բայց Տիբո Կուրտուան ինչպես միշտ ֆանտաստիկ էր եւ փրկեց եւ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով։ Ռեալը առաջի խաղում ուղղակի շոկի ենթարկեց բոլորին։ Երկրորդ խաղում իհարկե պատմականորեն երբեք Ռեալի դեմ ոչ մեկ 3 գոլի առավելությունից հետո քամբեք չի իրագործել եւ այս խաղում էլ այդ քամբեքը չեղավ։ Խաղի մեկնարկում City-ն իհարկե ուներ առավելություն, բայց հենց առաջին 5 րոպեին կարող էր դիմակայությունը վերջնականապես ավարտվել, որովհետեւ Վինիսիուսի շքեղ փոխանցումից հետո Ֆեդե Վալվերդեն մեն-մենակ մնաց Դոննարումայի դեմ, բայց շատ անհաջող հարված կատարեց, իսկ դրանից հետո City-ն վերցրեց առավելությունը, 2-3 պաս ստեղծեցին, բայց 2-3 դեպքում էլ փայլեց Տիբո Կուրտուան, մեկ հարված էլ բարձր ստացվեց Շերկի հարվածը եւ եղավ այն ինչ որ եղավ։ Խաղի 20-րդ րոպեին Վինիսիուսը հիասքանչ անցում կատարեց, հարվածեց դարպասաձողին, հետո գնդակը եկավ Բրայեմ Դիասին, Բրայեմ Դիասը հիասքանչ փոխանցում կատարեց Վինիսիուսը հարվածեց, Բեռնարդո Սիլվան ձեռքով այսպես գնդակը հեռացրեց գոլերի մեջից։ Վառը դիտեց, ճիշտ որոշում, կարմիր քարտ եւ 11 մետրանոց։ Այստեղ պետք է իհարկե հստակ նշել, որ այդ դրվագում միակ հարցը այն էր, արդյոք կար խաղից դուրս իրավիճակ թե ոչ, բայց մեզ ցույց տվեցին երկու անգամ, որ չկար խաղից դուրս իրավիճակ այդ դրվագում, այսինքն ամեն ինչ ճիշտ էր, կարմիր քարտը եւ կոնկրետ այդ որոշումը 11 մետրանոցը 100%-անոց ճիշտ էր, ամեն ինչ օրենքի մեջ էր։ Սրանից հետո այո Ռեալը սկսեց խաղալ մեկ ոտքի վրա, անկեղծ ասած, այլևս չկար այդ սրությունը Ռեալի կողմից, Ռեալը հասկանում էր, որ արդեն հաղթել է դիմակայությունում ու ուղղակի խաղում էր զուտ խաղալու համար, եւ դրա համար էլ City-ն, որը պետք է արժանին մատուցել, չհանձնվեց, անգամ 10 հոգով նրանք անverջ հարձակվում էին եւ խաղի 41-րդ րոպեին Դոկուի անցումից հետո Արնոլդի անդրադարձից գնդակը եկավ Հոլանդով, գնդակն ուղարկեց ազատ դարպասը 1-1։ Առաջի խաղակեսում մինչև այս կարմիր քարտը եղավ մի դրվագ, որին ես ցանկանում եմ անդրադառնալ, որտեղ այս հարցով ինձ շատ են տանջել։ Դրվագներից մեկում Ֆրան Գարսիան Շերկին դիպավ ոտքին, բայց այդ դրվագում ես դիտել եմ 4 կրկնապատկեր եւ իմ մոտ 4 կրկնապատկերից մեկում կա տպավորություն, որ Ֆրան Գարսիան առաջինը խաղում է գնդակին, հետո նոր խաղում է Շերկի ոտքին, այսինքն այս դեպքում եթե դա բաց ոտք չէ եւ երկու ոտքով չէ, դա 11 մետրանոց չի անում, բայց ես նաեւ շատ հատուկ մի էջ կա, որտեղ կա մի մրցավար, որը բոլոր այդպիսի սկանդալային դրվագները վերլուծում է, դիտեցի նաեւ նրա տեսանյութը, այդ էջը եթե դուք ցանկանաք, ես ձեզ կտամ, գրեք իմ Instagram-ին, ես այդ էջը ձեզ կտամ, այնտեղ բացատրում է այդ մրցավարը, որ այստեղ չի նշանակվել 11 մետրանոց ոչ թե նրա համար, որ առաջինը գնդակին հպվել է Ֆրան Գարսիան, այլ այնտեղ ուղղակի եղել է ակնհայտ սիմուլյացիա, որովհետեւ այնտեղ շատ, այսպես ասած, աննշան հպում է եղել, իսկ մրցավարը իր հայեցողությամբ կարող է որոշել հպումը աննշան է թե աննշան չէ, եւ շատ արհեստական է Շերկին, այսպես ասած, ընկել գետին ու ժամանակից շատ ուշ, դրա համար էլ չի նշանակվել 11 մետրանոց։ Այդպիսի դրվագ եղավ նաեւ Սելտայի խաղում, եթե կհիշեք, այնտեղ Արդա Գյուլերի ոտքին ակնհայտ հարված եղավ, բայց Արդա Գյուլերը այնքան ուշ ընկավ, որ մրցավարները անգամ չդիտեցին այդ դրվագը, եթե նա շուտ ընկներ, գուցե դա կլիներ 11 մետրանոց։ Ագրեթե նույն լոգիկայով եղավ այդ Շերկի պահ։ Եվ նաեւ 1-0-ից հետո եղավ մի դրվագ, որտեղ եզրից փոխանցում կատարեցին, Ֆրան Գարսիայի ձեռքերը այսպես էր, գնդակը դիպչեց ծնկին, դիպավ ծնկին եւ եկավ դեպի ձեռքը։ Այդ դեպքում չի կարող լինել 11 մետրանոց։ Սա բոլոր այն սկանդալային դրվագների մասին, որ ամեն անգամ Ռեալի խաղերից հետո մենք ստիպված ենք լինում բացատրել, որտեղ ոչ մեկ ուշադրություն չի դարձնում ընդհանուր խաղի լոգիկային, որ Ռեալը իրոք ավելի լավն էր, քան Մանչեսթեր Սիթին։ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը, Ռեալը էլի մեկ ոտքի վրա դուրս եկավ, City-ն շատ մեծ առավելություն ուներ։ Միանգամից նշեմ, որ փոխարինվեց Կուրտուան, որ վնասվածք է ստացել եւ 1.5 ամիս հետո պարզվեց, որ բաց է թողելու։ Եվ Լունինը շարունակեց Տիբո Կուրտուայի գործը, բոլոր հնարավոր հարվածները փրկում էր նա Էրլինգ Հոլանդի կողմից, մյուս ֆուտբոլիստների կողմից, ովքեր Սեմենյոն այնտեղ Ֆրան Գարսիային անցավ եւ վտանգավոր պաս ստեղծեց։ Երկու գոլ խփեց City-ն, երկուսն էլ խաղից դուրս իրավիճակի տակին, երբ այո Լունինը չէր փրկում, լինում էր խաղից դուրս իրավիճակ, հա, այսպեսի լոգիկա էր ընթանում, Ռեալը շարունակում էր մեկ ոտքի վրա սպասել, եթե ունենա հնարավորություն, կունենա։ Դրվագներից մեկում, երբ որ Կիլիան Մբապեն մտնում է Տուգանային, եւս մեկ սկանդալային դրվագ, որի մասին ոչ մեկը չի խոսում, ակնհայտ City-ի ֆուտբոլիստը քաշում է այդ նորին էր, եթե չեմ սխալվում, Մբապեի շորից, այսենց քաշելով հետևից վազում է մինչև վերջ եւ Տուգանային հրապարակում է շարունակում է քաշել եւ վերջում բաց է թողնում եւ Մբապեն ընկնում է։ Այստեղ ընկերներ կարող է լինել երկու որոշում, կամ կարմիր քարտ այդ նորին եւ Տուգանային հարված, կամ համարել, որ դա ներսում էր արդեն քաշված եւ նշանակել 11 մետրանոց։ Այսինքն երկու որոշում ուներ, որոնցից ոչ մեկը տեղի չունեցավ, անգամ վառը չմիջամտեց այդ դրվագին եւ ոչինչ չնշանակվեց ուղղակի այդ դեպքում։ Ես չեմ ուզում այդ դրվագների հետ կապված այսքան խորանալ, բայց քանի որ ինձ անverջ դուք տեսանյութեր եք ուղարկում եւ այլն, ես ստիպված
կապված եմ լինում այս բոլոր այսպիսի դրվագների մասին խոսել, բայց ֆուտբոլային տեսանկյունից պետք է անդրադառնալ, որ Arbeloan ուղղակի հաղթեց Գվարդիոլային։ Առաջի խաղում նա բոլորը սպասում էին, որ հիմքը դրվելու է Վինիսիուսի վրա, նա դրեց Ֆեդե Վալվերդեի վրա եւ Ֆեդե Վալվերդեն ոչնչացրեց Սիթիին, իսկ երկրորդ խաղում եղավ հակառակը։ Թիմը փորձեց խաղալ արդեն ըստ մարտավարության ընտրված Ֆեդե Վալվերդեի դեմ եւ ամեն ինչ ոչնչացրեց Վինիսիուսը, որտեղ Վինիսիուսը չուներ այն հսկողությունը, ինչ ստեղծվել էր առաջի խաղում։ Վինիսիուսը այս խաղում իրականում կարող էր խփել 4-5 գոլ, բայց չօգտագործեց իր հնարավորությունները։ Եվ այդ չօգտագործված հնարավորություններից հետո ի վերջո խաղի 90+1-ին նա գոլ խփեց, բայց այնտեղ կար խաղից դուրս իրավիճակ, բայց հոգ չէ 2 րոպե հետո Ճուամենիի փոխանցումից հետո Վինիսիուսը ի վերջո խփեց այդ գոլը, հաշիվը դարձավ 2-1 եւ ընդհանուր դիմակայությունում 5-1 հաշվով Ռեալ Մադրիդը վստահորեն հաղթեց Մանչեսթեր Սիթիին, գուցե առաջի խաղում Սիթին թերագնահատեց Ռեալին, ես չեմ բացառում այդ վարկածը, բայց ես նաեւ հակված եմ այն տարբերակին, որ Ալվարո Arbeloan երիտասարդ մարզիչը այս երկու խաղի կտրվածքով կարողացավ Գվարդիոլային տակտիկապես հաղթել եւ երկու խաղում նրա անակնկալները ավելի շատ աշխատեցին, քան աշխատեց նույն Գվարդիոլայի անակնկալները Arbeloայի համար։ Ես նաև ուզում եմ անդրադառնալ թե Վինիսիուսի հետ կապված իրավիճակին, որովհետև ես անկեղծ զարմանում եմ, թե ինչպես կարող է մեկ խաղում մրցակցի համար կարմիր քարտ վաստակած 11 մետրանոց վաստակած եւ 2 գոլ խփած ֆուտբոլիստին քննադատեն, որ նա որոշակի պահեր չի իրացրել։ Ընկերներ, այդ մարդը հաղթել է խաղը ու արել է ամեն ինչ, որպեսզի խաղը ավարտվի։ Այսինքն, եթե նա անգամ գոլեր չխփեր, բայց այդ կարմիր քարտը լիներ ու հանդիպումը թեկուզ ավարտվեր 0-0, դա նշանակում է, որ այդ ամբողջ ճնշումը 3-0-ից, այդ բոլոր Քամբեքյան մտքերը, այդ Էթիադի ճնշումը, Էթիադում դժվար խաղ ակնկալելը, նա այդ մեկ իր գործողությամբ վերջացրել է ուղղակի։ Ու նա է ստեղծել այդ ամեն ինչը։ Ու այս ֆուտբոլիստին մեղադրել եւ նա անգամ դուբլ գրանցեց, այդքան բան արեց, դա ուղղակի աբսուրդ է։ Հերիք է ընկնեք այդ ֆուտբոլիստի հետևից։ Շատ ուժեղ ֆուտբոլիստներ են եղել, որ խաղում դուբլ են արել, բայց 4-5-մա չեն օգտագործել, բայց այդ ժամանակ ես չեմ հիշում, որ այդ ֆուտբոլիստներին այսպես քնննգեին, ոնց որ հիմա քնննգում են Վինիսիուսին։ Հերիք է այս ֆուտբոլիստին դարձնեք քավության նոխազ։ Դա փայլում է քավության նոխազ է, վատ է խաղում քավության նոխազ է, նորմալ է խաղում քավության նոխազ է, դիմակիցները սխալվում են, նա է մեղավոր, Ռեալը հաղթում է, նա է մեղավոր, Ռեալը պարտվում է, նա է մեղավոր, նա չի խաղում, էլի Ռեալն է մեղավոր։ Այսպես չի կարելի ուղղակի, ես արդեն հոգնել եմ եւ սա պետք է ասի։ Հիմա խոսենք կոնկրետ Բավարիա Ռեալ Մադրիդ զույգի մասին, սա իհարկե եվրոպական կլասիկո է։ Եվրոպական կլասիկո եւ Բավարիան այս պահին աշխարհում ամենագեղեցիկ ֆուտբոլ ցուցադրող եւ ամենավտանգավոր թվացող թիմերից մեկն է, ամենավտանգավորը, որտեղ ինձ համար Արսենալն է, իսկ ամենագեղեցիկը ու ամենահաճելին աչքին երևացողը Բավարիան, եւ այս թիմի դեմ այո Ռեալ Մադրիդը արդեն հավանաբար, եթե չլինեն ինչ-որ արտարոց բաներ, վնասվածքներ, բացի Ռոդրիգոից ու Տիբո Կուրտուայից, բոլորը պատրաստ են լինելու այս խաղին։ Քանի որ Ռեալը հիմա լավ տրամադրությունների տակ է, կա որոշակի հավատ, որ Ռեալը կարող է այս դիմակայությունում նորից դեմ գնալ բոլոր վերլուծություններին եւ կարողանալ նաեւ Բավարիայի արգելքը հաղթահարել։ Բայց եթե դնում ենք 4 վերլուծությամբ, դիտելով այս թիմերի խաղերը մինչեւ այս պահը, վերլուծելով Բավարիան իհարկե ֆավորիտ է այս դիմակայությունում եւ մեծ հավակնությամբ Բավարիայի ճնշմանը, Բավարիայի տակտիկական զարգացված գրոներին Ռեալի ներկայիս պաշտպանությունը բարդ է հավատալ, որ կդիմանա հատկապես Allianz Arena-ում։ Այսինքն Ռեալ Մադրիդին նորից նույն սցենարն է պետք, ինչ որ կերպ Սանտիագո Բեռնաբեուում հաղթել Բավարիային խոշոր հաշվով եւ հետո Allianz Arena-ում թող լինի այն, ինչ կլինի, հա, այսպիսի լոգիկա պետքա լինի, այսինքն Ռեալը պետք է ամբողջ ուժերը դնի առաջի խաղում խոշոր հաշվով հաղթելու վրա, եթե ցանկանում է Բավարիային դուրս թողնել այս պայքարից։ Կստացվի դա թե ոչ, անկեղծ վերլուծությունների եւ հաշվի առնելով շատ հանգամանքներ, ես մտածում եմ որպես վերլուծաբան, որ դա անելը այս պահին անհնար է։ Բայց Ռեալ Մադրիդը, ինչպես City-ի հետ խաղում եւ ընդհանրապես 21-22 սեզոնը վառ օրինակն է, եթե աշխարհում կա մի թիմ, որը դեմ է գնում միշտ ֆուտբոլային վերլուծություններին, դա Ռեալ Մադրիդն է։ Եվ այս անգամ է գուցե նա դեմ կգնա։ Բայց ես նորից պնդում եմ, որ խաղային որակները հաշվի առնելով Բավարիան այս դիմակայությունում ֆավորիտ է եւ հավանաբար Բավարիան կանցնի հաջորդ փուլ, որտեղ կմրցի հավանաբար արդեն Paris Saint-Germain-ի հետ, որի մասին խոսեցի։ Ընկերներ, այսքանն էր իմ Չեմպիոնների լիգայի հետ կապված տեսանյութը։ Դուք չմոռանաք բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիք, որտեղ մենք գնալով շատանում ենք։ Ես մեծ հույս ունեմ, որ այս տեսանյութից հետո մենք վերջապես կհասնենք 1000 բաժանորդին։
եւ ես շատ ուրախ կլինեմ այդ կապակցությամբ։ Չմոռանաք ինձ հետեւել նաեւ իմ մյուս սոցիալական հարթակներում, Telegram-ում, Instagram-ում եւ TikTok-ում։ Լավ մնացեք, մեզ համար դեռևս սպասում են ֆուտբոլային ֆանտաստիկ երեկոներ եւ մենք կհանդիպենք արդեն top 5 լիգաների հանդիպումներից հետո, որտեղ ձեր խոնարհ ծառա Վահագն Ամիրջանյանը ձեզ համար կվերլուծի այդ բոլոր հանդիպումները։ Լավ մնացեք։